Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիա Հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Արսեն Բաբայանին, բարև ձեզ պարոն Բաբայան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Պարոն Բաբայան, այս օրերին իսկապես նաեւ մեդիա հարթակներում շատ են հանդես գալիս փաստաբանները, իրավաբանները եւ պատահական չէ, որովհետեւ մեր երկիրը կարծես թե թևակողում է մի նոր այսպիսի շրջան, այն որ հակաիրավական գործընթացները մեր երկրում տարերային չափերի են հասնում, դրան գումարվում են նաև օրերս տեղի ունեցած սարսափելի սպանությունների փաստերը եւ բնականաբար խորհրդատվական եւ մասնագիտական կարծիքները լսելու պահանջարկը շատ ավելի մեծ է եւ պատահական չէ որ այսօր դուք մեր տաղավարում եք, ինչ գնահատական եք տալիս այս ամենին, սա արդյոք անմիջապես փոխկապակցված է քաղաքական գործընթացների հետ, թե անձնական վրեժխնդրության ֆոնի վրա է այս ամենը ակտիվանում, թե ամեն դեպքում իրավական համակարգի, կներեք այս բառի համար, այս բեսպրեդելի, այս անիշխանության արդյունքում է, թե ընտրություններին ենք պատրաստվում, այսպես չակերտներով ասած։ Նախ ասեմ, որ վերջի շրջանում փաստաբաններն ու իրավաբանները հանդես են գալիս սկսած 18-19 թվականներից։ Եթե մենք մի քիչ վերադառնանք 18-19 թվական, մեդիան այդ ժամանակվա արխիվները նայենք, կտեսնենք, որ փաստաբաններ, իրավաբանները, բազմաթիվ իրավաբաններ ու փաստաբաններ անդադար հանդես են գալիս, որովհետև 18-19 թվականից իսկ սկսվեց զանգվածային իրավունքների խախտումը եւ դեռ այն ժամանակ ասում ենք, որ սենց շարունակվելու դեպքում կհասնենք իրավական բեսպրեդելի։ Կանխատեսում եք արդեն։ Այո, 21 թվականին հասանք իրականում իրավական բեսպրեդելին եւ այդ բեսպրեդելը շարունակվելով ավելի խորացավ, ավելի խորացավ եւ հիմա արդեն մարդկային կյանքեր ախլում այդ բեսպրեդելը իրավական։ Ինչ վերաբերում է վերջի սպանության դեպքին, համայնքի ղեկավարի։ Փարաքարի, այո։ Վրեժխնդրություններ, թե քաղաքական ի սկզբանե պիտի հասկանանք, որ դա հետևանք էր քաղաքականության, որովհետև մեր իրավապահ համակարգը, ինչպես գիտենք, զբաղված է միանգամայն այլ բանով։ Մասնավորապես ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր հասարակական գործիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող, երևացող անձանց, որոնք քննադատում են, խոսքի համար դատապարտում են, չգիտեմ, փողոցն անցնելու համար, այսինքն ամբողջ դատաիրավական համակարգը թողել է իր ամբողջ բանուգործը, իր լիազորությունները ու զբաղվում է միայն ու միայն այս իշխանությունը պահելով։ Իսկ այս իշխանություն պահելու համար բազմաթիվ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ պիտի հարուցվի, ամբողջ ոստիկանական օպերատիվ հետախուզական գործունեությունը պիտի լրիվ այլ ուղղությամբ աշխատացնի, հիշենք Վագրատ Սրբազանի, Սրբազան շարժման գաղտնալսումները ամիսներով, 7-9 ամիսներով, բոլորի հեռախոսները լսում են, բոլորի հետևից ներքին ու արտաքին դիտումներ են դնում, այդ ռեսուրսները զբաղված են, ամբողջ ռեսուրսները զբաղված են, որի հետևանքով ամենակարևոր եւ հասարակ ֆունկցիան, որ պիտի անի ոստիկանությունը եւ ամբողջ իրավապահ համակարգը հանցագործությունների կանխարգելում, չի կարողանում անել։ Ակնհայտ է, որ չի կարողանում, այսինքն նույնիսկ այդ Նիկոլ Փաշինյանի վերջի գրառումը ինքնին ցույց է տալիս, որ չի կարողանում այս ոստիկանական համակարգը կամ օպերատիվ հետախուզական համակարգը իր ֆունկցիան անի։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, որ կարող է այնտեղ լինել, ենթադրենք վրեժխնդրության, վրեժի շարժարի, բա օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնողները, քրեական ոստիկանություն ունեն Վագրի ինչ-որ լոգոյով, ասես նայում ես, ասում ես Վագր տղեկ են։ Հեսա գալու են ամեն ինչը լուծել։ Ինչ են անում, ասեմ, ինչ են անում։ Օրինակ, սուտ, զենքի կասկածանքով Վանեցյան Արթուրի սպասարկող մեքենաների Բարբերաբար այդ բաներով են զբաղված, այո։ Էն էլ քրեական ենթամշակույթի բաժինը։ Այսինքն, այս ամբողջ ծառայությունները, բոլոր համակարգերը դրել են, ծանրաբեռնել են բազմաթիվ այլ անօրինական ու քաղաքական հանձնարարություններով, այս մարդիկ իրենց գործը չեն կարողանում անել։ Ընդ որում մի կարևոր բան էլ պիտի ասեմ։ Այն որ իրավապահ համակարգը չի կարողանում իր գործը անի, դրան ուղիղ պատճառ է նաև վարչապետի ուղիղ միջամտությունը։ Այո։ Հենց այս գործով, համայնքի ղեկավարի Վալոդիայի գործով, այսինքն ի՞նչ է նշանակում դու արդեն
վարկած ես հաստատում քո Facebook-յան ստատուսում։ Դուք իմ հարցից առաջ ընկաք, պարոն Բաբայան։ Ես հենց առաջ ընկնելու բնավորություն Այո, ես հենց այդ հարցին ուզում եի անդրադառնալ։ Ոչ միայն իր մակարդակով, Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ այնտեղից է ասում, սա քաղաքական խնդիր չէ։ Այնտեղ են իրենց նազիր վեզիրները, այն падգամավորներին, բանին բոլորին հրահանգել են, ասում են, սա քաղաքական, ես չեմ հասկանում։ Սխալներից են գալիս, տես, կներեք։ Երբ որ դեռ չկա որևէ բան, ոչ սպանողին են գտել, ոչ դրդապատճառն։ Դրա պատճառը ասեմ ինչն է։ Սա ի՞նչ է։ Այն որ իրենք վերդիկները կայացնում են արդեն եւ սկսում են ուղղորդել, պարոն Բաբայան։ Ոնց որ եղավ 15 զինծառայողների դեպքում, այսինքն դու արդեն տալիս ես իրավապահ համակարգին, թե ինքը ինչ ուղղությամբ պիտի աշխատի։ Բնականաբար այն էլ այս պայմաններում, այս քննչական կոմիտեի նախագահի պայմաններում, որի խոսքից ակնհայտ է դառնում նրա իշխանության նկատմամբ մեծ սերը, այո, նախասիրություններ ու թուլությունը, քանի գլխանիա որ վարչապետի տված վարկածից շեղվի։ Այսքան Facebook-յան ստատուսը ուղղորդում է ողջ գործընթացը, ինչպես պետք է կազմակերպվի։ Facebook-յան ստատուսը, հիմա ամենաարագը Facebook-յան ստատուսն է, WhatsApp-ն էլ է ուղղորդում, կապի միջոցը էական չի, էականն է նա, որ բացահայտ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը բացահայտ քրեական վարույթի նկատմամբ ուղղորդող գործառույթներ է իրականացնում։ Հիմա ասում են քաղաքական չի։ Ինչ են շտապում ասեն քաղաքական չի, որպեսզի շեղեն հանրությանը։ Ես փաստաբան եմ, ես մինչև փաստեր չտեսնեմ, բնականաբար չեմ կարող այդպիսի գնահատականներ տամ, որոնք հա օդում չեմ խոսելու։ Եթե իրենք որ ասում են քաղաքական չի, իրենք նկատի ունեն, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը չի պատվիրել սպանությունը, կամ Ալեն Սիմոնյանը չի պատվիրել սպանությունը։ Չէ, ես չունեմ այդպիսի փաստ։ Կարող է իրենք են պատվիրել, բայց ես չունեմ նման փաստ, չեմ կարող նման պնդում անել։ Բայց ես պնդում եմ, որ քաղաքական այս սպանությունը առնվազն հետևանքի իմաստով, որովհետև վատ քաղաքականության ուղղորդված խնդիրներ ստեղծող քաղաքականության հետևանք է, որովհետև կրկնում եմ, դու քո ամբողջ դատաիրավական համակարգը ծանրաբեռնել ես իրենց լիազորություններից դուրս գործողություններով, եւ այդ մարդիկ ուղղակի չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները։ Ավելին, երբ որ դու դատաիրավական համակարգին ծանրաբեռնում ես անօրինական հանձնարարություններով, քաղաքական հանձնարարություններով, իրենք հո գիտեն, չէ՞, կատարողները գիտեն, չէ՞ որ իրանք անօրինականություններ են անում։ Ասենք են դատախազները, որ նստած են սրբազանների համար, չոր չգիտեմ, պատիժ են սակը պահանջեն, գիտեն, չէ՞ որ անօրինականություն են անում։ Եվ ներքուստ ամբողջ դատաիրավական համակարգը փչանում է այն հանգամանքից, որ եթե ես քո ապօրինի հանձնարարությունը կատարում եմ, ուրեմն ես վերի արտիցորենն եմ ու ինչ ուզեմ կանեմ այս երկրում։ Դե հիմա տեսեք, Մերձավանում ամիսներ առաջ տեղի էր ունեցել ողբերգական սպանություն։ Կրկին էլի միջանձնային հարաբերություններ էին, ինչ էին, բայց մենք միևնույն է չիմացանք ինչ է եղել, չէ՞։ Բայց այս կողմում, եթե չեմ սխալվում, իշխանությանը հարող մարդիկ կային։ Բաններ, ԿՊ ներկայացուցիչի համայնքի ղեկավարին եղբոր հետ էր կապված, եթե չեմ սխալվում։ Հիմա եթե իշխանության բարձր ղեկին կանգնած մարդը խոսում է վրեժխնդրության մասին։ Տեսեք, այդտեղ կար չէ դեպք հստակ սպանություն եւ անմիջապես իրենց կուսակցության հետ էր փոխկապակցված եւ նաեւ համայնքի ղեկավարի նախկին համայնքի ղեկավարի հետ։ Մենք այդ գործի ընթացքից ոչ մի բան չիմացանք։ Որովհետեւ իրենց կուսակցության անդամ էր։ Այո, եւ դրա հետևանքները նորից նույն Մերձավանում մենք տեսնում ենք ինչ տեղի ունեցավ։ Բացի դա, բայց մի հատ այլ դրամաբանություն կա։ Եթե պիտի լինի վրեժի շարժառիթը ինչ որ Նիկոլ Փաշինյանն ինքը արդեն հա որպես վարկած գցել է, եւ վերադառնում ենք այդ ձեր ասած դեպքի հետ, այդ դեպքում վրեժնով պիտի լուծի։ Հենց դա եմ ասում։ Նորից ԿՊ-ական։ Իրենք գիտեն, չէ՞ որ այնտեղ կա խնդիր։ Չէ, ներողություն։ Գիտեին պիտի կանխարգել էին։ Այո։ Չեն կանխարգելել, որովհետև զբաղված էին քաղաքական հանձնարարություններ կատարելով, բայց ուրիշ հարց եմ տալիս։ Եթե ասում ենք իրենց տրամաբանությամբ քաղաքական չի, բայց վրեժխնդրություն է։ Վրեժխնդրությունն էլ հիշում ենք, որ այն ժամանակ ԿՊ-ի հետ կապված էր, իսկ կարող ենք մտածել ողջամտորեն, որ կարող է լավ էլ քաղաքական է։ Հատկապես որ այն մի դեպքը ոնց որ թե նախկին համայնքի ղեկավարի հետ կապ ուներ։ Այսինքն դուք հիմա ինչ եք անում, քննչական մարմիններին ուղղորդում եք, որ իրենք ի սկզբանե ձեր գրած սցենարով գնան առաջ։ Այս ամբողջ իրավիճակը, ամբողջ պետական համակարգը աշխատում է մեկ կենտրոնից, մեկ մարդու միջոցով։ Բարեբախտաբար որոշ դատավորներ քիչ, բայց կան, որոնք չեն ենթարկվում։ Նրանց էլ դե մի անգամ կարծեմ էլի ձեր տաղավարում ենք խոսել, նրանց էլ կամաց այսպես հեռացնում են պաշտոնից։ Եվ ինձ նաև այդ փաստաբանական շրջանակներից ձեր գործընկերներից ասում են, որ այդ անաչառ դատավորների
հիմնականում այս հանրային հնչեղություն ունեցող գործերը բաժին չեն էլ հասնում, որովհետև նրանց վրա իրենց այսպես ասած այդ մուրճը, հա, այդ մահակը չեն կարող օգտագործել, նրանք բավականին ամուր դատավորներ են, դրա համար այս մնացած հանրային հնչեղություն պատվեր, այսպես ասած ձևակերպած գործերը բացառապես տեղ են գտնում այն դատավորների մոտ, ում որ մենք տեսնում ենք եւ որին երեք կրկին տեսանք, երբ լալա հառաչ եւ հուզված, նույնիսկ ինքն էր ամաչում իր իրականացրած վերդիկտից, իր անունից այսպես ասած հնչած վերդիկտից Միքայել Սրբազանի թող չհնչեցներ արդարացման բջիջ չեղավ, այսինքն իր թեկուզ այդ ձեր ասած լալահաչար կամ ամաչելու որևէ կերպ չի արդարացնում։ Եթե չհնչեցներ, ով ասես որ ով է ասում որ չես կարող դուրս գալ գործից։ Դե բայց տեսեք, իրենք ծառայություններ են մատուցում, միգուցե մտածելով, որ վաղը իրենց պաշտոնը ավելի կբարձրացնեն։ Դա կոչվում է քաղաքական կոռուպցիա։ Այո։ Բացում են կոռուպցիա չկա, համակարգային կոռուպցիա չկա։ Դասական քաղաքական համակարգային կոռուպցիայի օրինակ։ Մենակ այդ դատավորը չի։ Բազմաթիվ այդպիսի դատավորներ կան։ Ինձ գիտեք ինչ է։ Շատ ներողություն։ Մենք բոլորս հրաշալի գիտենք, որ Միքայել Սրբազանը ամեղավոր է ճանաչվելու։ Էլ վաղուց գիտենք, որովհետև դատավորին ենք տեսել, դատավորին ենք ճանաչում, ընթացնել գիտենք, մենք շատ լավ գիտենք։ Ուզում եք ասեմ Միքայել Սրբազանի համար ինչքան ազատազրկում են տալու։ Չեմ ուզում վատ բան ասեմ, բայց 2 տարի առնվազն կլինի։ Այդպես վատ կանխատեսում ունեք։ Չէ, դա ակնհայտ է, ակնհայտ է։ Ինչի մենք չգիտենք, որ Ֆարխոյանը բոլոր 18 անմեղներին կալանավորելու է։ Չգիտեինք, շատ լավ գիտեինք։ Բա այ հենց դրանով դատարանը դատարան չի։ Եթե դու գիտես դատարանը ինչ պիտի անի, անկախ նրանից թե ինչպիսի տվյալներ, փաստեր, ապացույցներ կան քրեական վարույթում եւ որը դու կարդացել ես։ Տեսեք, օրինակ Միքայել Սրբազանի դատավարության ողջ ընթացքին շատ ուշադիր եմ հետևել, ուրեմն դուք էլ դե բնական է նկատել եք, այսպես մենք գնահատականը տալիս ենք, բայց գոնե ձևական կողմը չեն ապահովում հիմա։ Նույն կոնկրետ աղջիկը այդ ձևական կողմը չէր ապահովում։ Փաստերը ներկայացնում են հարց չունի։ Ասենք շատ կոնկրետ բաներ են խոսում, ինքը չի արձագանքում ոչ մի բանին։ Իմ համար абսուրդ էր, այնպիսի մի տպավորություն էր, որ սենց ուղղակի եկել ենք, ժամավաճառություն ենք անում, այ մարդ, այս գործը արագ վերջացնենք, գնանք տներով։ Այսինքն նույնիսկ այդ պսևդո դատավորի կերպարը իրենք չեն իրականացնում, որ դες գոնե դες մի քիչ ստից տպավորություն թողնեն, էլի։ Այսինքն այս աստիճանի ենք հասա արդեն, որ նույնիսկ ջանք չեն գործադրում, որ հանրության մոտ որոշակի տպավորություն թողեն, որ իբրև թե դες լուրջ գործ արեցին։ Չի բացառվում, որ դրա պատճառը ցույց տալն է, թե ինքը համաձայն չի այդ ամեն ինչի հետ։ Այն հույսով, որ օրինակ հաջորդ իշխանության ժամանակ կփորձի արդարանալ, ասի, բայց դե դուք տեսաք, չէ, որ ես ոչ հարց էի տալիս, ոչ բան տխուր, չէի նայում դեմքին, ճառեր ասում, չէի նայում ընդհանրապես դեմքին, ոչ չես նայում դեմքին, դու դատավոր ես, դու պիտի գնահատես ցուցմունքը։ Դու պիտի ճառը գնահատես, հա, եզրափակիչ ելույթում պիտի գնահատես այդ մարդը, ինչն է ճիշտ ասում, ինչն է սխալ ասում, եւ ոչ չես նայում դեմքին։ Ոնց քո մոտ հարցեր չեն առաջանում։ Ամենափոքր գործերով սովորական դատավորները ինքան հարց են տալիս, որ երկար կարող է տևել այդ նիստերը, բայց դու հարց չես տալիս, ուրեմն ինչ ուզում ես ասես, որ դու համաձայն չես դրա հետ, համաձայն չես մի արա։ Դուք ուզում եք ասեք, որ հաջորդ իշխանությունների համար հող են ստեղծում, որ ասեն, տեսեք, մենք տեսեք ինչ կարային կանենք, մեզ ստիպել էին, մենք էլ անում ենք։ Բայց ես հույս ունեմ, որ հաջորդ իշխանությունը հաշվի չի առնում այդ ամեն ինչը, որովհետև դեռ մի պայման կա։ Հաջորդ իշխանությանը այդ դատավորները պիտի պետք չլինեն։ Եթե այդ դատավորները պետք եղան հաջորդ իշխանությանը, նույնն է լինելու ինչ որ հիմա։ Իսկ այդ դատավորները, եթե գալիս է հաջորդ իշխանություն, այսպես տեսականորեն, արդյոք չունեն իրենց աշխատանքի այդ թերացումը, որն է մարդկային ճակատագրերի հետ են խաղում, իրենք չունեն քրեական պատասխանատվության ենթարկվելու հոդվածներ, որ իրենք են կանգնելու դատարանի առջև այս դեպքում, պարոն Բաբայան։ Հույս ունեն, որ այդ պահվածքով հետագայում կստանան հաջորդ իշխանության համապատասխան վերաբերմունքը։ Խեղճ դեմքով։ Հա, եւ մեծ հավանականությամբ իրենք ենթադրում են, որ դա կստանան, այսինքն գիտեք, sense մի բան կա, ընդ որում մի քանի անգամ ինձ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հնուց եկած ասել են, որ դե մենք բոլոր իշխանություններին էլ մենք պետք ենք։ Մեր նման դատավոր օրինակ բոլոր իշխանություններին պետք է, որովհետեւ բոլոր իշխանություններն էլ ունենում են քաղաքական խնդիրներ ու որոշակի մարդկանց պիտի ապօրինի դատեն, բան, մեկը մեր ծառայությունից պիտի օգտվեն, որովհետեւ ելով տես բան կանի։
Ինչի իրենցից հետո նոր սերունդ չի գալի, Նոր սերունդը գրա վստահ չեմ։ անսասան բան են, հա, արժեք Նոր են։ սերունդը նոր արժեքներով է գալիս։ Հիմա դուք նայեք դատավորների լավ դատավորների սերունդը։ Միջին տարիքն են, հա, 40, 30-ից 40 տարեկան։ Դե դրանք երիտասարդ Էլի են։ կան, իհարկե 40-ից ավել էլ կան, բայց բոլոր երիտասարդ դատավորները, որոնք տարիների ընթացքում նշանակվել են, այն նրանք են հենց, որ չի այսպիսի գործեր չեն մակագրում։ Այսինքն ավելի հետո եկող սերունդը ավելի այլ արժեքներ ունի եւ կարող է եւ չի ընդհարկվեն։ Կլինեն էլի մարդիկ իհարկե։ Բայց պարոն Բաբյան, այդ դատավորները, որոնք այսօր այդ խայտառակությունները իրականացնում են դատարանների շենքերում, այդ մարդիկ պատասխանատվության ենթարկվելու հոդվածների տակ չեն մտնում, դա եմ ուզում իմանալ։ Ապօրինի դատական ակտեր են կայացնում։ Շատ լավ իմանալով, որ անձը մեղք չի գործել, դա ապացուցվել է դատարանում, բայց իրենք միևնույն է մեղավոր են ճանաչում։ Այո, ակնհայտ ապօրինի։ Այսինքն կարող են գնալ քրեակատարողականում նստել իրենք։ Կարող են, բայց հույսը դնում են նրա վրա, դա էի ասում, որ հաջորդ իշխանությանը իրենք պետք կլինեն եւ հաջորդ իշխանությունը իրենց ոչ թե կտանի քրեակատարողական, այլ գոնե մինչեւ թոշակ ստանալու տարիքի հասնելը նորից կշարունակեն այդ աշխատանքով զբաղվել։ Պարոն Բաբյան, հաղորդման սկզբում հենց բացումը, որ արեցի, պատահական չէր, որ այս քրեածին իրավիճակները նաև հասարակության կողմից կանխատեսվում է, որ ավելի կթեժանա այդ 3 ամբողջ օրը, հա, եւ շրջանակներում տարբեր եւ սոցիալական մեդիայում ասում են, այս հələ ուր եք ամեն ինչ հələ նոր է սկսվել եւ որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունները եւ միջև խորհրդարանական ընտրությունները նաեւ մենք ունենք թիմ ընտրություն կարեւորագույն էջմիածնում վաղար շաբաթում բոլորը ասում են, որ այս ամենը ավելի այսպես շոշափելի, տեսանելի է դառնալու որքան մոտենանք ընտրությանը այդքան ավելի շատ։ Դուք այսպիսի բան տենդենս տեսնում եք, որ տեսնում եմ, ցավոք սրտի առաջ ցավոք սրտի տեսնում եմ եւ ամենևին պարտադիր չի, որ իշխանությունը ինքը դա ուզենա ու անի։ Ես չեմ բացառում, որ կուզենա անի ու կանի, բայց բոլորովին պարտադիր չի, որ ինքը ուղղորդի կամ իշխանությունը հենց ինքը ուզենա այդպես բրիձել վիճակը լինի։ Բայց պարզ բան ասեմ, այն սրիկան, որը ինքնաձիգով 3 կատարեց այդ դեպքը։ Մյուսները, որ տեսնում են այդ անձը մնաց անպատիժ, մյուսները տեսնում են, որ ոստիկանությունը չի էլ հասցնում կանխարգելիչ գործողություններ անի։ Բայց չի որ ընտրությունների ժամանակ իրանց հարցերը կանաչ լույս են էլի տալիս արդեն։ Այսինքն իրենք արդեն համոզվել են, որ այստեղ չկա պետություն, չկա դատաիրավական համակարգ, կարող ես մարդ սպանել եւ անպատիժ մնալ։ Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնեմ ու ասեմ, թե անպայման անպատիժ կմնա։ Չեմ ուզում, բայց ամենակիչը մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանում հնարավոր է ավտոմատը ձեռքը գնալ ու կատարել հանցագործություն։ Լավ, դուք չգիտեիք, այդքան, չգիտեմ, նախարարեր նշանակվում, ասում էր հանրային անվտանգությունը, ներքին հանրային անվտանգությունը պիտի բարձրացնենք այս կողմ են ով։ Մարդիկ, որոնք որ քաղաքական հանձնարարություններով ծանրաբեռնված են, որ շատ էլ ուզենան չեն կարող։ Իրանց մեջ շատ ազնիվ մարդիկ էլ կան։ Բայց չեն հասցնում այդ մարդիկ, ինչ եք ուզում։ Պարոն Բաբյան, մեր իրավական համակարգի սյուները, այսպես ասած, կանայք են։ Ես իհարկե կին եմ եւ բնականաբար միշտ կանանց դերի բարձրացման առումով ջատագով եմ, որ կանայք պետք է այո հանրային կյանքում ներգրաված լինեն, քաղաքական կյանքում ներգրաված լինեն եւ այլն։ Այո, ուժային համակարգում կարող են ներգրաված լինեն, բայց ես ուղղակի դուք փաստաբան եք եւ դուք անմիջապես եք շփվում այդ դատաիրավական համակարգի հետ։ Եվ մենք գիտենք, թե ինչ կանայք են այդ կանայք, որոնք այդ պաշտոններն են զբաղեցնում։ Ինչ կանայք են։ Մասնագիտական առումով, փորձառության առումով, կամ կարող է լավ մասնագիտական կարողություններ ունեն, բայց վերջի վերջո թե գլխավոր դատախազ լինել, թե, չգիտեմ, արդարադատության նախարար լինել, թե ներքին գործերի նախարար լինել, սրանք բավականին մեծ պատասխանատվություն ենթադրող ինստիտուտներ են։ Կարող է այս հանգամանքն է նպաստում, որ որքան էլ որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը այնտեղ նստած է, բայց սրանք էլ իրենց գործը չգիտեն եւ այդ գործոնը իր ազդեցությունը ունենում է ընդհանուր տրամադրությունների վրա։ Լրիվությամբ կիսում եմ այդ կարծիքը, որ իրենց գործը չգիտեն, բայց դա բոլորովին չեն պայմանավորում նրանց սերով։ Ոչ մի նշանակություն չունի։ Չէ, ես համակարգի աշխատողներ չեն եղել իրենք համենայնդեպս։ Բայց ոչ մի նշանակություն ով են իրենք եղել, որտեղից են եղել։ Ոչ մի նշանակություն չունի։ Կինն է անպիտան, թե տղամարդը։ Այո։ Այստեղ կարևորը կադրին վերես։ Ուղղակի մեր հասարակության ընկալության իմաստի պատճառով, մեր ազգային կոմպլեքսների պատճառով
կանայք հիմնականում չեն եղել օպերատիվ հետախուզական գործողությունների այդ կիզակետում, քնչական մարմիններում, դատախազական մարմիններում այդքան առաջ չեն գնացել, փորձառություն շատ ձեռք չեն բերել, հետեւաբար առաջին խնդիրը, որ կարող առաջ գա, կինը արդյոք կարող է լինել ոստիկանության կամ ներքին գործերի նախարար կամ գլխավոր դատախազ, առաջինը, որ ասում են, դե կինը ոնց կարող լինի, պատճառն այն է, որ կանայք ուղղակի դատաիրավական համակարգում չեն եղել այնքան փորձառություն ձեռք չեն բերել, դե տարբեր պատճառներով կարող լինի։ Ես հենց դա եմ ասում, ես բացարձակ չեմ լսում։ Կարող ամուսինը չթողնի, մի դեպքում երեխաները կարող, բայց ամեն դեպքում համակարգերում հատուկենտ կանայք են, որ իսկապես օրինակ Դուրյան Նելին։ Ես ինձ փոքր ժամանակվանից հիշում եմ այդ կինը անչափահասների գծով վարչության պետն էր, այն պրոֆեսիոնալ ոստիկան է։ Այնքը կարող հանգիստ ներքին գործերի նախարար աշխատի, որովհետև այնքան փորձառություն ունի։ Բայց ոչ մի նշանակություն չունի, որ Արփինե Սաքսյանը կին է։ Իր նման բազմաթիվ տղամարդիկ կան, որ տանես չեն կարալու աշխատեն։ Հիմա բերել է ամբողջ պետական համակարգում առաջին դեմքերը նշանակվել են մարդիկ, որոնք այդ ոլորտում չունեն փորձ։ Եվ սա պետությունը քանդելու ամենաուղիղ ճանապարհն է, ընդ որում դիտավորությամբ։ Դիտավորյալ պետական համակարգը քանդելու ճանապարհը։ Դուք միանշանակ այստեղ դիտավորության հանգամանքը տեսնում եք։ Միանշանակ այս իշխանության կողմից կատարվող բոլոր գործողությունները պլանավորված են, դիտավորյալ են, շատ լավ մշակված են եւ կատարվում են հրաշալի, ցավոք սրտի։ Այսինքն պետությունը ամբողջությամբ կազմաքանդելու գործընթացն է գնում եւ պատահական չեն ընտրված այդ կադրերը, պարոն Բաբայան։ Այո, ամբողջությամբ պլանավորված գործողություն, որովհետեւ նույնիսկ ամենահիմարը, ամենաանգրագետը տարիների ընթացքում փորձ է ձեռք բերում։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ փորձի խնդիր չկա։ Թողնես լավ էլ խելոք բաներ խոսան, կզգաս, որ հասկանում են, ասում են չեն անում, հակառակն են անում։ Ես համոզմունք ունեմ վաղուց, որ սա ուղղորդ դիտավորյալ պետական ամբողջ համակարգը քայքայելուն միտված գործառույթներ են իրականացնում։ Կարա դա լինի Ադրբեջանի պատվերով, կարա դա լինի Թուրքիայի պատվերով, կարա դա լինի Ռուսաստանի պատվերով, կարա դա լինի Արևմուտքի պատվերով, ընդ որում բոլորի համար կարող եմ դրդապատճառները ասել։ Ադրբեջան, Թուրքիան դե հասկանալի է, Ռուսաստանը կարող օզի քանդվի, որ ստիպված լինի գնալ խնդրել ասել արի դառնամ քեզ գուբերնիա, Արևմուտքը կարա ուզենա այդպես լինի, որ քանդվի պետությունը, որ ասի այն ռուսները են սաղ մեղավոր, այդ ռուսներին վռնդի ես գամ քեզ տիրություն, բոլորը իրենց շահերը ունեն։ Եվ ամենավատն է, որ չգիտենք ում պատվերն է կատարվում, բայց ցավոք սրտի նաև տեսնելով ընթացքը հասկանում ենք, որ ոնց որ տեն թուրք-ադրբեջանական կողմից մի քիչ տենց ավելի ակտիվություն կա։ Ասում եմ 1.5 տարի է, այսքան խաղաղ չի եղել։ Այսինքն ինչա կրակոց չի եղել։ Իսկ ինչի՞ պիտի լինի կրակոց։ Մի փամփուշտ արժի 500 դրամ։ Հարց. Ալիևը ինչի պիտի ծախսի $1, եթե ինչը ուզում է ստանում։ Ինչի պիտի ծախսի։ Հիմա չի ծախսի։ Դա է պատճառը այսպես կոչված խաղաղության չկրակելու։ Հիմա իրենք ինչ են անում, ասում են, այ մենք որ գնանք ուրիշ իշխանություն, հա, նոր այս ընդդիմությունը գա իշխանության պատերազմ կլինի։ Գիտեք ինչ են տենց ասում, որովհետև շատ լավ գիտեն, որ ինչ ուզում են տալիս են, հասկանում են, որ իրենցից բացի այս քաղաքական դաշտում որևէ ուրիշ ուժ չկա, որ այդքան կարա ամեն ինչը տա, դե ասում են, որ չտվես կկրակեն։ Չէ, իրականում դրան էլ շատ տարբերակներ կա։ Պարտադիր չի, որ չկրակելու համար ամեն ինչ տաս։ Ուղղակի պետությունը արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը պետք է չքայքայես։ Հիմա տեսեք, Փարաքարի համայնքապետի սպանությունը եւ իր ընկերոջ սպանությունը իմանալուց այդ սահմռկեցուցիչ լուրից հետո դիվանագիտական կորպուսի մասին եք խոսում, Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում ասում են ինքնասպանություն։ Ասում են, էս էլ են, չէ, ասում են ինքնասպան է եղել, դե էլի որևէ մեկը չգիտի ինչ է, ինչ չի։ Ես ճիշտ ասած երեք դեսպանի հետ հարցազրույցն էի կարդում, որ ասում է ես բացառում եմ սպանությունը, ասենք ո՞նց կարող ես դու, ընկեր ջան, բացառես սպանությունը, դու ինչի՞ց ես տեղյակ դառնում։ Դեսպանը, չգիտեմ ում մասին է խոսքը, դեսպանն ով է։ Բանն է, Արսենյանը։ Հա, դեսպանը պետք է ունենա նվազագույն գիտելիքներ, որ հասկանա, որ ինքը զբաղեցնելով բարձր պաշտոն, նման արտահայտություն անելով կաշկանդում է իրավապահ համակարգին։ Էս էլ է նույն ուղղորդումը։ Եվ մենք մի օրվա ընթացքում, հենց գիշերը, իմացանք, որ նաև մեր հյուպատոսարանում ՀՀ քաղաքացին մահացել է եւ արդեն իրենք էլի վերդիկտը կայացրել են ինքնասպանություն։
եւ շատ խառը պատմություն է, այսինքն այս ամեն ինչը անհասկանալի սպանությունների մի շքերթ է, որի պատասխանները մենք չունենք, բայց ես ցավալի կանխատեսում ունեմ, պարոն Բաբյան, ես չեմ հավատում, որ այս սպանությունները կբացահայտվեն կամ շատ երկար այսպես ծամծմելով կգնա պատմությունը ինչ որ միտեղ, եթե երկրում իշխանություն փոխվի, միգուցե կարող ենք իմանալ, եթե իշխանություն չփոխվի, բազում այլ սպանությունների դասին կպատկանի սա, միտեղ այսպես կփոշոտվի այդ գործը եւ կմնա։ Իրենք տվել են մեզ ողջամտորեն դա մտածելու առիթը, որովհետև այս բոլոր գործողությունները ինչ որ թելերով կապվում են իրենց հետ։ Այսինքն, երբ որ դեսպանն ասում է, որ բացառում եմ սպանությունը, բարձ հարց եմ տալիս։ Իսկ շենքի անվտանգությունն ով ապահովում, Ինքը գիտեք ինչ էր ասել, ասում է դες հյուպատոսարանը բաց է, ով ուզի կարող է մտնել դուրս գալ։ Իսկ ինչ ես բացառում, որ մի հատ կիլլեր է մտել սպանել։ Օրինակ։ Դու ձեզ հետ կապ չունեցող։ Ասենք դիվանագիտության կորպուս, դիվանագիտական կորպուսի հետ որևէ առնչություն չունեցող։ Բայց այդ ներողություն, հյուպատոսարանի դուռը ինչի պետք է տենց բաց լինի ներս ու դուրս անողների համար։ Ես էս էլ մի քիչ լավ չեմ հասկանում։ Դուք Հայաստանում որևէ երկրի հյուպատոսարան կամ դեսպանատուն կարող եք առանց հատուկ անցակետերի մտնել ներս։ Ես չգիտեմ իրականում, վստահ չեմ, որ այդքան բաց է այդ ամենը։ Դե ես ուղարկեմ կոնկրետ դեսպանատանը բաց չի, այդքան այնպես չի, որ ամեն ինչ բաց անդեղ, բայց համաձայն եմ, որ օրինակ Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն մտնել ավելի դժվար է, քան օրինակ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն մտնելը։ Այ դա եմ ասում։ Տարբերությունները կան։ Այսինքն այդ անվտանգության հարցերը կա, էլի։ Հա, բայց Հայաստանի Հանրապետությունում անվտանգային հարցին 18 թվականից հետո երբ են բանի տեղ Որ մնաց թե դրսում մեր հյուպատոսարանը պաշտպանվի։ Ընդհանրապես դա այս պետական համագարքի ղեկավարների մտածողության հետևանք է։ Այդ մեծամտություն կլինի, դա դիտավորություն կլինի։ Ես ասեցի արդեն, հակված եմ կարծելու, որ հակված եմ պնդելու, որ այս ամեն ինչը պլանավորված, ծրագրավորված գնում են առաջ, որովհետև նույն Արցախի հետ կապված բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ ի սկզբանե պլանավորված էր Արցախի հանձնելը։ Այո։ Հիմա հանձնման ինչ ճանապարհ ընտրեց, այդ էլ նայած Չէ, բայց ինքը բառացի պարոն Բաբյան կհիշեք խորհրդանում ինչ ասեց, դե որ կռիվ չլներ, ինձ կասեք դավաճանես, դրա համար այս կռիվը արեցի, այսինքն այդքան երիտասարդ լուսավոր տղա գնաց զոհվեց, ասում է, դե այս կռիվը սենց ասեցի թողը լինի, որ ինձ չասեք դավաճան։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մեղադրում էր, ասում էր ուրիշի տարածքում տարել ես զորք ես մցրել հայկական։ Մեկը հարցնի, բա դու 20 թվականին ինչ էր նույն բանը անում։ Բա Բայց գիտեր։ Բա իրական ինչ էր այնտեղ ծառայում։ Ինչ էր այնտեղ։ Բա ինքը իր կորտեժով որ շաբաթը մեկ գնում էին եւ ուղաթիռն ասում էին, բա պիտի թռնի որ չժանգոտի։ Ինչ եք գնում գալիս այնտեղ։ Հեքիաթներ էին։ Օտար տարածքում ինչ էիք անում դուք։ Այդ պատմության մեջ սուտ էր անգամ այդ երկաթի ժանգոտելու պատմությունը, որովհետեւ հիմա ուր է այդ ուղաթիռը։ Ինչի տենց ամեն շաբաթ կամ ամեն ամիսը մի անգամ չի բարձրանում իջնոր չփչանա։ Այդ իր հետ կապված պատմությունների ասածների մեջ ամեն ինչն է սուտ, ամենափոքր, անկարևոր, աննշան, հարցից մինչև ամենաբարձրը։ Ասում 18 թվականին ես արդեն գիտեի, որ մենք Ղարաբաղ չունենք։ Բա որ գիտեիր 18 թվականից։ Բա ինչի գնացիր այս ճանապարհով։ Բա ինչի գնացիր կանգնեցիր Արցախ երապարակում, ասեցիր Արցախ Հայաստանը եւ վերջ։ Որ գիտեիր քոնը չի։ Գնացիր պատերազմ հրահարելու, գնացիր ադրբեջանցիներին, Ադրբեջանի նախագահին հնարավորություն տալու, որ ինչը բանանի, հա արդարացնի իր կողմից հարձակումներ ագրեսիան։ Այդ էր քո ուզածը։ Դե փաստորեն։ Բա դրա համար եմ ասում, դիտավորյալ, պլանավորված, ամենասկզբից իրականացվել է գործողությունը։ Եվ գալիս ենք նորից ձեր կարծիքին, որ դիտավորյալ կարգով ամբողջ ներքին ինստիտուտները քանդվում են, ձեր նշած իրավական ամբողջ համակարգը։ Չէ, բայց ինքը այլ չի թաքցնում։ Չորրորդ հանրապետություն ինչի իման վրա է հիմնում, երբ որ ամեն ինչը քարուքանդ է արել։ Չէ, բացի դա, այսինքն ընդունում է, որ այլևս չկա երրորդ հանրապետություն։ Դրա համար չորրորդը, որտեղ եթե կա, ինչի է չորրորդը ստեղծում։ Ինչն է փոխ տարածքով պայմանավորված դու նոր հանրապետություն ես հռչակում, չէ, անկախության հռչակագիրն ես ամբողջությամբ զրոյացրել։ Արժեքներն ես փոխ, այսինքն անկախության հռչակագրով ստեղծված հանրապետությունը արդեն փակել ես քո մտքում եւ դերից էլ գալիս է հստակ հասկանալի մի հանգամանք։ Ի սկզբանե եկել էր այս ճանապարհի համար։ Ես դեռ 20-21 թվականներին եմ ասել, երբ որ այդ որ ասում են 18 թվականից խոսում էինք արդեն համանդրությունը փոխելու մասին, իրականում 20-ից են սկսել խոսել, առաջին օրն եմ ասել Երթվեք, որ նախաբանը չեք փոխելու, որտեղ ակնհայտ են ինչ են ուզում։ Արդեն կանխատեսել են։ 20 թվականից խնդրում էի, ասում էի լրագրողներին էլ էի կոչանում, ասում էի որ տեսնեք այս մարդկանց, հարցրեք, խոստանում եք որ նախաբանը չեք փոխելու։ Բայց ոչ մեկ դրան չէր հավատում։
Դուք երբևէ կարող եք պատկերացնել, որ մեր երկրում Արարատ լեռան հետ կապված դիսկուրս մենք կարող ենք ունենալ։ Ես էլ չեմ պատկերացել, այդ աշճանի ես էլ չեմ պատկերացել, բայց սահմանադրության մասով պատկերացել եմ։ Չեմ կարողացել նորմալ բացատրել, չեմ կարողացել համոզիչ լինել, չեն հավատացել ինձ 18-ից հետո դա բավականին դժվար էր, հատկապես մինչև պատերազմը։ Դրանից հետո էլ չեմ կարող, որտեղ եթե կարողանայի, ես վիճակը չէր լինի։ Հիմա ասում եմ, եթե համաձայն չեք Արցախից հրաժարվելու, Ղարաբաղից հրաժարվելու գաղափարին, Ղարաբաղյան շարժումից, հելեք բան արեք, ինչ ասում, հեղափոխություն արեք։ Ասում եմ, եթե չեք անում, ուրեմն օքեյ է։ Ով անի հեղափոխություն։ Այն մարդիկ, ովքեր որ անգամ հեղափոխություն բառն են արտաբերում, Դու բռնում ես։ բռնում տանում ես զնդաններում ես փակում, որևէ տեղ հեղափոխությունը ինքը իրան չի լինում։ Լինում են լիդերներ, լինում են ընդդիմադիր գործիչներ, որոնք դա ուղղորդում են։ Այնա տեսանք, մարդիկ կարծիք են հայտնում, ասում են մենք եկեղեցուն կպաշտպանենք մեր ձևով, ահա, ասում են այդ մեր ձևը կարող է հանգարց ընկալեն հեղափոխական, հետո էլ առանց ամոթի հարցազրույցում ասում է ժողովուրդը համաձայնվեց ինձ հետ։ Դե որ չհամաձայնվեր հեղափոխություն կանենք։ Ես ասել էի, չէ, եթե համաձայն չեք հեղափոխություն արեք։ Բա դու անում էիր հեղափոխություն, բա ինչի քեզ որևէ մեկը հենց բնում չբռնեց, չտարավ, չնստացրեց։ Դե լավ չարեցին էլի, այս է ամբողջ խնդիրը։ Պարոն Բաբան, լավ չարեցին, որ չարեցին։ Այո, լավ չարեցին, որ չարեցին։ Պարոն Բաբան, առաջիկայում խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում մեր քաղաքական ողջ դաշտը, բայց իմպիչմենտի գործընթացն է սկսվել, ունեք ակնկալիքներ իմպիչմենթով հաջողության հասնելու մասով։ Ես տեսնում եմ, որ դա հնարավոր տարբերակներից մեկն է։ Կամ եթե հիմա ասենք, միջև ընտրություններ, այս բան օրակարգում եղած միակ հնարավորությունն է։ Ես այլ օրակարգում այլ հնարավորություն չգիտեմ այս բան, բացի ընտրություններին պատրաստվելը։ Հետևաբար տեսականորեն հնարավոր է, եթե հնարավոր է, պետք է անել։ Պետք է փորձել ամեն գնով, որովհետև չեմ գտնում արդարացում, թե ինչի դա չանենք։ Իհարկե։ Ես արդարացում դա անկեղծ ասած։ Եթե սահմանադրական նորմ է, մենք ընդդիմության համար է հենց այդ իմպիչմենտը ձևակերպված։ Այո, ես չեմ կարող պնդել, որ դա կարա տա արդյունքի, ավելին ասեմ, ես կպնդեմ ամենայն հավանականությամբ դա չի բերի արդյունքի։ Բայց կարելի է բայց չփորձեմ։ Եթե չփորձեմ, ինչ անեմ, ընտրություններին միայն պատրաստվեմ։ Ընտրություններին այսպես թե այնպես պատրաստվում եմ։ Կխանգարեին այնց ընտրություններին պատրաստելու, չեմ կարծում։ Կամ եթե կխանգարի, եկեք ազնիվ հայտարարենք, ասենք, գիտեք ինչ, ես իմ ամբողջ ռեսուրսները, ուշադրությունը ուղղում եմ միայն ընտրություններին, ցանկացած այլ օրակարգ ինձ խանգարում է իմ ընտրություններում, տարբեր պատճառներով, հա, եւ դրան ես չեմ մասնակցում։ Դա շատ նորմալ պատասխան է, այլ հարցակնթունենք դա, կքննադատենք, չենք քննադատի, բայց ասելիք է։ Բայց ես չգիտեմ ինչքանով կարող է արդարացված լինել չմասնակցել այն process-ին, որը այսքան հնարավորություն ունի բերելու հաջողություն։ Եվ սահմանադրական քո իրավունքն է։ Բնականաբար։ Որպես ընդդիմություն եւ պետք է օգտագործել։ Չօգտագործելու իմաստը ես չեմ հասկանում, բայց կրկնում եմ, ամենայն հավանականությամբ դա կարա չբերի որոշ, հա, արդյունքի։ Գիտեք, ամեն ինչ կարող է լինել։ Իհարկե։ Կարող է այնպես անիվը պատտվի պատմության, այսպես ասած, որ չես էլ ակնկալում։ Ես պիտի դրան բաց։ Միանշանակ։ Ոնց որ հիմա մեկ այլ քաղաքական ուժ հայտարարի, որ փողոցային ակցիա անում, որը ես տեսնում եմ, որ կարա բերի հաջողության, առնվազն մի բան անում այդ մարդը, ու ես չգնամ չմիանամ դրա հետ, ասում չէ, չեմ գալիս։ Չէ, ես կարամ չլինեմ կազմակերպողների մեջ, ես կարամ բեմից ելույթ չունենամ, բայց ես իմ կամ իմ ներկայացրած քաղաքական ուժի մասնակցությունով այդտեղ կլինեմ, որովհետև ես գտնում եմ, որ ցանկացած օրակարգ, որը իրապես ընդդիմադիր օրակարգ է, պետք է կանգնել կողքը։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, այսօր հյուրընկալվելու համար Մետանոյային, ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մեդիահաբի եթերում հյուրընկալվել էր փաստաբան Արսեն Բաբայանը, կհանդիպենք առայժմ։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։